1997 թվականի գարունն էր։ Բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր եւ ռեկտոր պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանն օրեր շարունակ աշխատում էր իր սենյակում։ Չնայած նրան տանջող ծանր հիվանդությանը, Խաչատրյանն ամեն գնով ուզում էր ավարտին հասցնել իր վերջին մեծ նախաձեռնությունը՝ կենսաքիմիայի հայերեն դասագիրքը։ Պրոֆեսոր Խաչատրյանին իսկապես հաջողվեց ավարտել գիրքը, թեև այն լույս տեսավ ցավոք միայն գիտնականի մահից հետո։ Այսօր Գաբրիել Խաչատրյանին շարունակում են հիշել իր նվիրման ու գիտական ավանդի համար, եւ այս ֆիլմը նվիրված է նրա թողած ժառանգությանը։ Գաբրիել Խաչատրյանին ես համարում եմ վառ անհատականություն, եւ նա Երևանի Պետական բժշկական ինստիտուտի ազգ համալսարանի պատմության մեջ իր ուրույն տեղը ունի, եւ այդ իմաստով ես շատ հաճախ եմ նրան հիշում։ Как сейчас я вспоминаю его великолепные мастер-классы. Это было яркое зрелище. Чувствовалось, что работает большой ученый, мастер, который знает и любит свое дело. Որպես ուսանող առնչվել եմ իր կողմից համահեղինակած կենսաքիմիա դասագրքի հետ, որով մի շարք սերունդներ անցնում էին կենսաքիմիա։ Գաբրիել Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Գորիսի մերձակայքում գտնվող Բռուն գյուղում, որն այժմ հայտնի է որպես Ակներ։ Ծնողները հոժարական միանալով կոլտնտեսությանը որդուն տվեցին նորաբաց դպրոց, հասկանալով, որ միայն կրթություն ստանալով նրանց զավակը կկարողանա ճանապարհ գտնել արագ փոփոխվող աշխարհում։ Նրանց հույսերն արդարացվեցին։ Գերազանց սովորող որդին դպրոցն ավարտելով աշխատանքի անցավ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Գաբրիել Խաչատրյանը հետաքրքիր ճանապարհ է անցել, միշտ ձգտել է կրթվել, անհամաչափ ընթացիկ ծրագրին ունենալ գիտելիք, օգնել մյուսներին։ Իդեպ հետաքրքիրն այն է, որ իր հայրը Սամսոն Պապիկը մեր մեծ, լինելով կողտնտեսության ղեկավար, տեսնելով, որ այդ դիրքը սովորելու շատ բարձր է, մեծ է արտահայտվածությունը, այդպես ձգտել էր նպաստել դրան։ Սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ 18 տարեկանը չբոլորած Խաչատրյանը կամավորագրվեց եւ մեկնեց ռազմական ծառայության։ Զորացրվելուց հետո 23 տարեկան երիտասարդն ընդունվեց Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը, իսկ ավարտելուց հետո որոշեց զբաղվել ֆունդամենտալ գիտությամբ։ Այս քայլը շրջադարձային էր նրա կյանքի ու մասնագիտական կարիերայի համար։ Ինքան մեծ էր ու անսպառ էր իր ցանկությունը բժշկագիտության մեջ զբաղեցնել իր ուրին տեղը, որ նա հաղթահարել էր այդ տարիքային շեմի բարդույթը եւ ընդունվել էր։ Ինձ պատմում են, որ ռազմաճակատից վերադառնալու պես Գաբրիել Սամսոնյանը որպես ուսանող արդեն տարիքով տարբերվող այլ ուսանողներից գալիս էր դասի շինելով, որտեղ այլ զգեստ չուներ, բայց համառորեն հաղթահարում էր եւ հարթում էր այդ 6-ամյա ուսուցման ամբողջ ծրագիրը։ Когда он приехал в Ереван, это был юноша, который не знал толком ни русского, ни тем более английского языка. Став ученым, выступая на международных симпозиумах, он свои доклады всегда докладывал или на русском языке, или на английском. Ընթացքում կարողացավ իրեն դրսևորել նաև որպես վարչարար, բայց իր առաքելությունը իհարկե գիտությունն ու մանկավարժությունն էր։ Գաբրիել Խաչատրյանի նվիրվածությունը գիտությանն առ այսօր կարող է օրինակելի լինել։ 32 տարեկանում նա պաշտպանում է թեկնածուականը, իսկ 40-ում դոկտորականը, ստանում պրոֆեսորի կոչում, զբաղեցնում պրոռեկտորի, այնուհետև ռեկտորի պաշտոնները, իրեն նվիրելով ինստիտուտի գիտական եւ մանկավարժական հարցերին։ Փաստորեն պրոֆեսոր Խաչատրյանը իր գիտական գործունեության ընթացքում ունեցել է 200-ից ավելի գիտական աշխատանքներ, 2 մոնոգրաֆիա։ Մեծամասնությունը այդ գիտական աշխատանքների վերաբերում էր ուղեղի ֆիզիկա-քիմիական
մոլեկուլար մակարդակների բիոքիմիական process-ների հետազոտությունը։ Հիմնական շեշտը իհարկե դա գլուկոզայի փոխանակությունն էր ուղեղում։ Իսկն ինքը փորձում էր հասկանալ ու ինքը եւ իր թիմը, ովքեր աշխատում էին իր հետ, ուզում էին հասկանային, թե օրինակ երբ մեր կեղևը ակտիվ փուլում է կամ երբ մեր կեղևը արգելակված է, ինչ փոփոխություններ են տեղի ունենում հիմնականում գլուկոզայով միջնորդված։ Այստեղից ըստ երևույթին բխեցին իր երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նվիրված են նուկլեինաթթուների փոխանակությանը մեր օրգանիզմում, այսինքն միացությունների, որոնք մտնում են մեր օրգանիզմի ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կազմի մեջ։ Գիտական հրապարակումներից ու մենագրություններից զատ Խաչատրյանի կարևորագույն նախաձեռնություններից էր ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների գիտահետազոտական լաբորատորիայի հիմնումը։ Այստեղ եռում էր աշխատանքը, բարձր ճշգրտությամբ բազմաթիվ փորձեր էին կատարվում եւ լաբորատորիան լուրջ գիտական արդյունք էր ստեղծում։ Շատ խստապահանջ էր դատայի նկատմամբ, այսինքն արդյունքի նկատմամբ եւ մինչեւ իրենք ստանում էին այդ մի արդյունքը, նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց ստացածը ունի շատ հստակ գիտական մաքրություն, առաջին, այսինքն ինքը մաքուր ստացած դատա է, դու վստահում ես այս դատային։ Իսկ գիտության մեջ դա գերկարևոր է։ Նրա հիմնադրած եւ այսօր համաշխարհային զարգացում ստացած մեր գործող ուղեղի հետազոտման կենտրոնը իր Հրաչյա Բունյացյանի, Վահան Մխիթարյանի, Արմեն Գալոյանի կողմից հիմնադրած այդ ուղղությունը այսօր էլ հաջողությամբ մեր երիտասարդ գիտնականները շարունակում են եւ կարծես թե այդ գիտատենչ իր համառությունը այսօր շունչ ստացած աշխարհին հանդես է գալիս հաջողություններով։ За годы работы нашей лаборатории была защищена одна докторская диссертация и около 10 кандидатских диссертаций. По результатам тех работ, которые проводились у нас в лаборатории, Габриэл Самсонович докладывал на всесоюзных и международных симпозиумах. Եվ իրենք իր թիմով բնական է ձգտում էին անմասն չմնալ այդ գլոբալ տենդենսից նեյրոգիտության զարգացման եւ այստեղից էլ ուղարկում էին բավականին հետաքրքիր աշխատանքներ, պատահական չէ որ ամենը այսպես ամփոփվեց իր գրքերում հետագայում, մոնոգրաֆիաներում, մենագրություններում, որոնք նվիրված էին գլխուղեղի նեյրոնալ այդ ցանցերի ԴՆԹ, ՌՆԹ հատկություններին, փոխանակությանը, նուկլеинաթթուների. Я хотела бы упомянуть еще об одном человеке. Это о жене Габриэла Самсоновича Тыкин Жени. Бытует мнение, что за каждым успешным мужчиной всегда стоит женщина. Вот Тыкин Женя действительно самоотверженно все домашние проблемы взвалила на свои плечи, предоставив Габриэлу Самсоновичу заниматься любимым делом и стать тем, кем он стал, действительно большим ученым. Ժամանակակիցների հիշողություններից մենք գիտենք, որ Խաչատրյանն իր համալսարանական կարիերայի ողջ ընթացքում ջանք ու ժամանակ չխնայելով սատարում էր երիտասարդներին։ Նա ամեն կերպ ուղղորդում եւ ընթառաջում էր ուսանողներին եւ նույնիսկ դիմորդներին, իսկ նրա լաբորատորիայում մասնագիտական թերծում էին անցնում բազմաթիվ ապագա գիտնականներ։ Գաբրիել Սամսոնի Խաչատրյանը իմ քերին է, իմ ուսուցիչը, այն մարդը, որը միշտ ինձ համար օգնեցուց էր կյանքում, որի պատճառով ես մնացի բժշկական համալսարանում, սկսեցի զբաղվել գիտությամբ։ Ես ճանաչել եմ պրոֆեսոր Խաչատրյանին, Գաբրիել Սամսոնին, երբ որ սովորում էի 10-րդ դասարանում, հայրիկս խնդրեց պրոֆեսոր Խաչատրյանին, որ ինձ մի հատ լսի, քանի որ ինքը ուզում էր, հայրս ուզում էր, որ ես բժիշկ լինեմ, իմ մտքերը մի քիչ այլ էին, ես ուզում էի դառնայի նավաստի, եւ մենք հանդիպեցինք բժշկական ինստիտուտում, Գաբրիել Սամսոնի կաբինետում,
Եվ ինքը սկսեց ինձ հարցեր տալ, որը վերաբերում էր քիմիային։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ հարցեր չէր տալի, բավական պրիմիտիվ հարցեր էր տալի։ Հետո որ հանդիպեցին, այդ ամեն ինչից հետո ես ուրեմն հարցրեցի, պապա ինչ ասեց Գաբրիել Սամսոնյանը։ Ասեց շատ հետաքրքիր ձևակերպեց քո գիտելիքները քիմիայի ուրեմն ոլորտում, ասի օրինակ ինչպես ասեց, լատիներեն պետք է ասեմ հիմա, tabula rasa։ Tabula rasa նշանակում է մաքուր գրատախտակ։ Դա ցույց էր տալիս մեր իհարկե ժամանակվա դպրոցում քիմիայի առարկայի դասավանդելու մակարդակը եւ միգուցե իմ մակարդակը առաջի հերթին սկսեցի հարապել, ընդունվեցի ապագայում Գաբրիել Սամսոնյանը եւ իմ դասախոսներ, իմ պրոֆեսորներ, ու ինքը մարդկային ձևով երբեք չէր հիշեցնում ինձ այդ մեր հանդիպումը։ Կրսեր գիտաշխատող էի եւ իմ տեխնացիական դիսերտացիան արդեն պատրաստ էր, ես գնացի դրա մոտ։ Գնացի, ասի գիտեք ես վերջի ակորդներն են, հիմա կուզենայի այս տարի պաշտպանել։ Ասեց ես երիտասարդներին կանաչ ճանապարհ եմ տալիս, եւ դա ես պետք չեմ մոռանալ։ Ասեց ես լրացուցիչ գիտական խորհուրդի նիստ կանեմ, որովհետեւ դուք այս տարի պաշտպանեք։ Եվ նա արեց։ Եվ երբ որ ապագայում ես արդեն ռեկտոր էի 90-ական թվականներին մոտ 4 տարի, եթե չեմ սխալում, գնաց այդտեղ աշխատելու, եկավ ինձ մոտ, ասեց դուք ինձ հիշում եք, ասի հա շատ լավ եմ հիշում, ասեց ուզում եմ նորից կամ բժշկական, ասի մեծ սիրով, ասի լավությունով պիտի պատմեմ։ Կարող եմ մի դրվագ պատմել մեր ուսանողական կյանքից, երբ որ մի կանոնային օր մենք եկել ենք դասախոսության եւ 120 հոգի նստած դասարանում ներս է մտնում պրոֆեսոր Գաբրիել Սամսոնյանի Խաչատրյանը եւ բարևում մոտենում գրատախտակին ու սկսում իր դասախոսությունը։ Վերցնում է բարդ բիոքիմիական բանաձևեր, քար լրություն է դասարանում, որովհետեւ ու ոչ մեկ ոչ մի բան չի գրում, ոչ մի բան չի նշում, որովհետեւ հոսքը ռուսական է։ Իսկ ինքը 10-12 րոպե խոսում է հայերենով։ Բայց բոլորը այնքան հարգանք ու սեր ունեն այդ մարդու նկատմամբ, այնքան անգամ առաջի կուրսի ուսանողը գիտեն ով է իրենց առաջ կանգնած, ով է իրենց դասախոսություն կարդում, 10-12 րոպեից հետո ինքը շրջում է տեսնում որ ուսանողները փաստորեն զբաղված չեն դասախոսություն գրելով, կողմնորոշում է որ սա ռուսական խոսքն է, մի անգամից ջնջում վարժ ռուսերենով սկսում նորից ու դասախոսություն փաստորեն տեղից նոր է սկսում։ Կյանքի վերջին տարիներին Խաչատրյանը ձեռնամուխ է լինում իր վերջին կարևոր գործին՝ բիոքիմիայի հայերեն դասագիրք ստեղծելու։ Հաղթահարելով ծանր հիվանդությունը նա գիրքն ավարտում է մահից ընդամենը 1.5 ամիս առաջ։ Գիրքը հետագայում խմբագրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի ջանքերով եւ տպագրվեց հավերժացնելով Գաբրիել Խաչատրյանի գիտական ավանդը։ Կենտրոնացումը այդ գործի վրա բավականին այսպես զգալի էր ամեն ինչ, այսինքն ինքը շատ հարցեր արդեն մի կողմ դրած նպատակ էր դրել, որ պետք է հասցնել գոնե ձեռագիրը ավարտը եւ նա ավարտեց բավականին այսպես գրեթե մահվանից մոտ ամիս ու կես առաջ։ Մանկավարժական գործունեության որպես ժառանգություն դասագիրքը, որը լույս տեսավ արդեն իր երկրային կյանքից հետո, երկար տարիներ շարունակեց դասաբժիշկներին ներկայացնել մատչելի լեզվով այդ բարդ առարկան, որը հիմքում է բոլոր գրեթե կենսաբանական պրոցեսների, որը որ եթե չես կարողանում հաղթահարել, ընկալել, անգամ պատկերավոր հասկանալ այդ պրոցեսները շատ դժվար է բժշկական ինտելեկտ ձևավորելը։ Նա սկսել է որպես ուսուցիչ իր կյանքը, իր աշխատանքային կյանքը։ Ուսուցիչ, հետո դարձել է դպրոցի դիրեկտոր։ Այսօր այդ դպրոցը, որտեղ որ նա դիրեկտոր է եղել, կոչվում է իր անունով։ Սա մի շատ էտապներ անցնելուց հետո բերում եմ լեժոազպի առաջացման։ Ну, без этого
կարող է ակտիվանալ պենսիոյի լավինի լավի ճանապարհով, տանել դեպի պենսիոյի վայի առաջացումը։ Հայաստանի պատմության մեջ կան անհատներ, որոնց գիտական ավանդն իսկապես նպաստել է մեր գիտության զարգացմանը։ Այդ մարդիկ լուծել են գիտական բարդ խնդիրներ, երազելով դեպի լավը փոխել հասարակության կյանքը։ Հենց այսպիսի անհատ էր պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանը։